Այդ ոնց եղավ Նիկոլ Փաշինյան, որ դու իհարկե դու այս հարցերին բնականաբար չես պատասխանի, քո թիմակիցներից որևէ մեկ այս հարցերին չի պատասխանի, դուք զբաղված եք Սամվել Կարապետյանի թիմակիցներին պատասխանելով, հա, հետաքրքիր է, չէ՞, Սամվել Կարապետյանի թիմակիցներից որևէ մեկը փռշտում է եւ մեկից Ռուբեն Ռուբինյանը ծլում է ինչ-որտեղից սկսում է այդ ամենին պատասխանել, բայց իսկապես ժողովրդին հուզող այս հարցերը այդպես էլ փորձում եք դուք դարձնել օրակարգից դուրս։ Դուք օրակարգ եք ստեղծում, լավ եք անում, ուժեղ տղեկը դուք եք ձիու վրա, դուք եք թեպետ ձեր էությամբ վախկոտ եք եւ ձեր էությամբ ամորալ եք, բայց հիմա ձեր ժամանակն է։ Հիմա ձեր ժամանակն է, շարունակեք այնպես ինչպես սկսել եք, բայց այնուամենայնիվ այս հարցերը պիտի հնչեն։ Այդ ինչպես եղավ, որ մի գիշերում հանկարծ սկսեցիր որոշեցիր սկսել պայքար հայ առաքելական եկեղեցու դեմ եւ հանկարծ մի գիշերում էլ որոշեցիր, որ այդ պայքարը պետք է դադարեցնել։ Ինչ եղավ։ Շրջիկ խումբ էր ձևավորել Փաշինյան Նիկոլ, հայ առաքելական եկեղեցու բարձր դասի տարբեր ներկայացուցիչների վարկից էր խոսում, պատարակների էր մասնակցում, անուններ եք զեղչում, բոլոր թիմակիցներով, այդ թվում Արայիկ Հարությունյանով դարձել եք հայ առաքելական եկեղեցի, այդ թվում Արայիկ Հարությունյանը, որը եկեղեցու հետ կապ ունի այնքան, ինչքան Խոզը Տուրնիկի հետ, եւ հանկարծ որոշեցիք դադարեցնել։ Այդ ինչպես ստացվեց։ Այդ ինչպես ստացվեց ինքնիշխան Նիկոլ, սուվերեն Նիկոլ, որ մի կողմից սկսեցիր, մյուս կողմից էլ վերջացրեցիր եւ նաեւ հոգեվորականներին ազատ արձակեցիր։ Ինքնիշխան Նիկոլ, սուվերեն Նիկոլ, այդ ով քեզ ստիպեց, որ դու կամ ով քեզ հրամայեց, որ դու այդ գործընթացը սկսես եւ ով քեզ հրամայեց, որպեսզի այդ գործընթացը ավարտես։ Միգուցե մի օր պատմես քո հպարտ քաղաքացիներին։ Ընդհանրապես հարգելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը կարողացել է այս ընթացքում իր հակառակորդների աջակցությամբ, օքսիմորոն է, բայց այդպիսին է Հայաստանի Հանրապետության քաղաքականության էությունը, Նիկոլ Փաշինյանը որոշ նպատակների հասնում է իր հակառակորդների աջակցությամբ եւ օգնությամբ, որովհետեւ հակառակորդները ճակերտավոր հակառակորդներ են եւ ինքը կարողացել է Երևալ ինքնիշխանության համար կռիվ տվող մարդը, որը Հայաստանի Հանրապետության պարտքը հասցրել է 15 միլիարդի եւ ունենալ այդքան մեծ պարտքային պարտավորություն եւ ահա այսպիսի տնտեսությամբ դա ուղիղ վնաս է տվյալ պետության ինքնիշխանությանը։ Իմիջիայլ շատ հետաքրքիր կլիներ վերլուծել էլի այդ պարտքի մի մասը արտաքին պետական պարտքի են, թեպետ վերլուծություններ կան, բայց այդ վերլուծությունները չեն գալիս ներքին քաղաքական կյանք։ Պարտքը կազմված է արտաքին պետական պարտքից, ներքին պետական պարտքից, ու արտաքին պարտքը պարզ է ովքեր են տալիս հիմնական դոնորները, արևմտյան բանկերն են, արևմտյան ֆոնդերն են, միջազգային բանկ, համաշխարհային բանկ, չգիտեմ, Մաժութի միջազգային հիմնադրամ եւ այսպես շարունակ, բայց ներքին պարտքը Փաշինյան Նիկոլ հետաքրքիր կլինի, ներքին պարտքը, որի մի մասը բաժին են դնում բանկերին, որ բանկերն են քեզ ֆինանսավորում։ Պարզ է, չէ՞, այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են Փաշինյան Նիկոլին, պարտքով փող են տալիս, իրենք նաև դրանով իրենց աջակցությունն են հայտնում։ Ընդհանրապես մեծ գումարները, հարգելի բարեկամներ, մեծ գումարների շարժը, այդ միջազգային տնտեսական, ֆինանսական հոսքերը 80%-ով, եթե չասեն 90%-ով չեն ենթարկվում տնտեսական, տնտեսագիտական հաշվարկների, այլ այնտեղ ուղղակի քաղաքականություն է։ Ուղղակի քաղաքականություն է։ Եվ հետաքրքիր կլիներ ուղղակի իմանալ, թե որ բանկերն են քեզ ֆինանսավորում ներքին, որ բանկ այդ ֆինանսավորումների մեջ, այդ պարտքի մեջ ինչպեսի կշիռ ունի, ես վստահ եմ ուղղակի, որ այդ բանկերից առաջինը կլինի Արչին բանկը։ Ես ուղղակի վստահ եմ։ Հետաքրքիր Արչին բանկը ինչու է քեզ ֆինանսավորում Փաշինյան Նիկոլ, եւ հետաքրքիր է նաեւ իմանալ Արչին բանկի հետևը ովքեր են կանգնած, ում հետ է աֆիլացված Արչին բանկը։ Արչին բանկի հետ կապված նաեւ պիտի մի փոքրիկ ֆրագմենտ ձեզ հիշեցնեմ, հարգելի բարեկամներ,
Նիկոլ Փաշինյանի կաբինետում աշխատող Ռուստամ Բադասյան անուն ազգանունով մեկը կար, այս Թավշյաց Բրոդի վառ ներկայացուցիչներից էր եւ գիտեք ինչ տեղի ունեցավ, երբ դուրս եկավ Ռուստամ Բադասյանը կաբինետից, հատուկ նրա համար Արջին բանկում իջեցրեցին հաստիկ եւ ինքը հիմա, եթե չեմ սխալվում, գործադիր մարմնի ղեկավարի տեղակալի պարտականություններն է կատարում, պաշտոն է զբաղեցնում ամսական մի քանի միլիոն դրամ աշխատավարձով։ Այսպիսի հարցերը, հարգելի բարեկամներ, այսպիսի առաջին հայացքից փոքր հարցերը, առաջին միայն հայացքից տեղ չեն գտնում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դիսկուրսում։ Եվ այստեղ օգնության է գալիս բնականաբար նաև ընդդիմությունը, որովհետև ընդդիմությանը կարծես թե քվոտաներ է տրված, այսպիսի այս շրջանակների հարցերի համար մասին դուք կխոսեք, այս շրջանակների մասին դուք չեք խոսի։ Դուք կարող եք դուրս գալ, վիրավորել ինձ, հայոյել ինձ, բայց այս թեմաները պիտի մնան օրակարգից դուրս, այդ թվում նաև կամ գլխավորապես պարլամենտում։ Ոչ մի դաշնակ մաշնակ կամ հիմա ընդդիմության դրոշակը ստանձնել է առաջամարտիկի այդ պարտականությունները ստանձնել է Սամվել Կարապետյանի թիմը, Սամվել Կարապետյանի թիմակիցները պիտի Նիկոլ Փաշինյանին ասեն ամենավերջին արտահայտությունները հրապարակային, բայց հանկարծ պիտի չհասեն, պիտի հարց չտան Նիկոլ Փաշինյանին, թե օրինակ քո արտաքին գործոս նախարարը, որը այսպիսի գարդիրոբ ունի եւ ճիշտ են անում, որ մտել են Արարատ Միրզոյանի գարդիրոբի մեջ, ճիշտ են անում, եթե չեմ սխալում, Միքայել իրաց թիմակիցներից, թե Ալեքսեյը, Ալեքսանդր գնացել գարդիրոբներն շորերն էին հանել թիմակիցները բանից, ոչ թե Արարատ Միրզոյանի հենց հակած շորերը, այլ գարդիրոբն էին ցույց տալիս, թե այսպիսի հագուստ է կրում, բանում խանութներում այս գները արժի եւ շատ ճիշտ են անում արտաքին գործոս նախարարը կամ ցանկացած պաշտոնյա բարձր պաշտոն զբաղեցնող, քաղաքական պաշտոն զբաղեցնող պետք է հաշվետու լինի, նաև գնացել էին տանդեմներ էին նկարվել եւ շատ ճիշտ էին արել, այդ տղան էր հենց Ալիկ եւ շատ ճիշտ էր արել, թե որ միջոցներով, ինչ միջոցներով է գոյացել Արարատ Միրզոյանի այն գումարները, որ ինքը կարողացել է նման շքեղ առանձնատուն ձեռք բերել, բայց Սերժ Սարգսյանի տան մոտ ոչ ոք չի նկարվում։ Սերժ Սարգսյանի տան մոտ ոչ ոք չի նկարվում։ Այս մարդիկ խոսում են Արարատ Միրզոյանի տնից, բայց Արարատ Միրզոյանին ոչ ոք չի հարցնում, իրանցից ոչ ոք չի հարցնում, թե եղբայր դու ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելով հանդերձ ինչպես է հեղափոխություն իրականացրել։ Այս մարդիկ չեն նկարվում Սերժ Սարգսյանի տան մոտ, ով ապրում է շքեղագույն առանձնատան մեջ եւ չի հարցնում Փաշինյան Նիկոլին, թե պարոն Փաշինյան, ԱՊՀ երկրներում երբ հեղափոխություններ տեղի ունենում, Ուկրաինա, Ուզբեկիստան, Վրաստան, կամ Մազապուրս փախնում էին երկրի ղեկավարները, ոչ միայն ԱՊՀ երկրներում, ընդհանրապես աշխարհում, կամ մնում են այդ երկրում զրո ազդեցությամբ, այդ ինչպես է ստացվել, որ դու Հայաստանի Հանրապետությունում իրականացնում ես հեղափոխություն, բայց Սերժ Սարգսյանը այսպիսի տան մեջ է ապրում եւ այսպես ազդում է ներքաղաքական process-ների վրա, մեդիա հոսքերի վրա, այդ ինչպես է ստացվել։ Եվ սա խոսք չէ ընդդեմ Սերժ Սարգսյանի առաջին հերթին, սա խոսք է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, չէ՞ որ դուք պայքարում եք Նիկոլի դեմ, թե ձև եք անում դղեք։ Դուք մեր ձևով ձև եք բռնել, թե դուք պայքարում եք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Բա խոսեք Նիկոլ Փաշինյանի իրականացրած հանցագործությունից ինչ խնդիր կա։ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պայքարում է նախկին թալանչիների դեմ, մյուս կողմից նախկին թալանչիների վարկային պարտավորությունները ջրում է։ Այդ ինչպես է ստացվել։ Բա ինչու չեք խոսում այս մասին։ Ինչու չեք խոսում այս մասին։ Նիկոլին բոմժ ասելուց առաջ կամ հետո Նիկոլի հանցագործությունների մասին չխոսելու պատճառը ո՞րն է։ Բազմաթիվ ռազմական հանցագործություններ է իրականացվել Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, բազմաթիվ ռազմական հանցագործություններ, բայց նա կարողանում է ընդդիմության ջանքերի շնորհիվ երևալ որպես խաղաղության սիմվոլ, որովհետև ընդդիմադիրները պարլամենտական, ոչ պարլամենտական, ձևական, այսինքն, որովհետև ընդդիմադիրները չեն խոսում այն ամենի մասին, ինչ տեղի ունեցել 44 օրերի ընթացքում։
Նա իրեն կարգել է, Փաշինյան Նիկոլը իրեն կարգել է հակառակորդներ 2 միլիարդատերերի, Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի, եւ ժողովուրդը ատում է միլիարդատերին, մեծահարուստներին, եւ դա շատ նորմալ ատելություն է։ Ցանկացած աղքատության մեջ գտնվող ցանկացած մեկը ատում է մեծահարուստին, առավել եւս եթե այդ մեծահարուստի ստատուսը հետևանք չէ իր աշխատասիրության եւ այլ հետևանք է, այսպես ասած, քաղաքական պրոցեսների հետևանք է։ Եվ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը կարգելով Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան իրեն հակառակորդ ստանձնում է մրցակցային առավելություններ։ Գաղափարական հակառակորդ է դրել կարգել իրեն դաշնակ մաշնակներին եւ այդ պատճառով ինքը կարողանում է երևալ որպես խաղաղության սիմվոլ որոշ մարդկանց մոտ մարդով հազարավոր երեխաների արյուն է ծծել կարողանում է այդպիսին երևալ ընդդիմության շնորհիվ եւ նաեւ պարտքը այսքան ավելացնելով երկրի ինքնիշխանության մակարդակը այսքան իջեցնելով կարողանում է երևալ որպես սուվերենության համար պայքար տվող։ Ձեր շնորհիվ տղեկ, եթե դուք չլինեիք, ինքը չէր կարողանալու այսքան բանը անել։ Ես էլի հույս պիտի հայտնեմ, որ այս մղձավանջը մի օր կավարտվի եւ այն կավարտվի, այդ ավարտը կբերի հայը։ Հային պետք է փրկել, հարգելի բարեկամներ, հայ ջոչերի կառավարումից, այն ջոչերի, որոնք պետությունը սարքել են մոզանոց, մորալ օրենքների զուրկ մի կազմակերպության, որի հետ հայ ժողովուրդը սովորական քաղաքացին բացարձակապես որևէ առնչություն չունեն, ոչ մի սուլթան, ոչ մի շահ, ոչ մի ցայր այս աստիճան չէր մոլորեցրել, նվաստացրել հայ ժողովրդին, ինչպես որ արեցիք դուք եւ ձեր ղեկավարները հայ ջոչեր։ Ես ձեր տիրոջ